Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է եւ այժմ մենք զրուցելու ենք պատմաբան քաղաքագետ պարոն Միքայել Զոլյանի հետ։ Ողջունում եմ պարոն Զոլյան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ ժամանակ եք գտել եւ եկել եք ստուդիա։ Դուք գրել եք Վաշինգտոնում կայացած համաձայնությունը եւ այդ փաստաթղթերի ստորագրումը դա մեզ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակից դուրս էի բերել եւ մցրել առնվազն սառը խաղաղություն շրջան։ Իմ առաջին հարցս վերաբերում է այդ սառը խաղաղություն ձևակերպմանը եւ հասկացությանը։ Ինչ է, որն է այդ սառը խաղաղությունը։ Ինչպես եք բնութագրում այս իրավիճակը։ Դե սառը խաղաղությունը ես այսպես սառը պատերազմ տերմինի նմանությամբ ուղղակի այսպես հնարեցի, շատերն են օգտագործում, հա, դա խաղաղությունն է, որը այսպես մինիմալ խաղաղությունն է, հա, ոմանք ասում են նեղ իմաստով խաղաղություն, այսինքն իրավիճակ է, երբ որ կողմերը իրար դեմ չեն աշխատում, առնվազն, ասած ռազմական միջոցներով, հա, իրար, այսպես ասած վնաս տալու խնդիր չեն դնում, բայց նաև չկա համագործակցություն, չկա բարեկամություն, չկա ընկերություն, այսինքն այն որ Թրամփը ասում է, որ հա, տեսել ենք իր այդ ելույթների ժամանակ, Թրամփը ասում է, ես այնպես արեցի, որ նրանք հիմա իրար մեջ ընկերություն են անում, հա, դարձել են լավագույն ընկերները եւ այլն, դա չկա։ Ինչքան էլ Թրամփը ասի, պարզա որ մենք դեռ այդտեղ չենք։ Բայց միևնույն ժամանակ արդեն այդ ճշնամանքը ինքը, այսպես ասած, ակտիվ, հա, քայլերով չի արտահայտվում, հա, եւ կողմերը կարող են բանակցել, կարող են ինչ-որ հարցերում ընդհանուր մոտեցումներ ձևավորել, այն հարցերում, որտեղ տարբերվում են տեսակետները եւ կա շահերի բախում, կարող են դա քննարկել, կարող են դրա շուրջ բանակցել։ Դա ձևական է, որպեսզի Թրամփին, այսպես Թրամփին շոյեն Թրամփի ինքնասիրությունը, ով ասում է, ահա, ես 1 ժամում 32 տարվա իրենց անհամաձայնությունը մեղմ ասենք հարթեցի։ Ես չեմ կարծում, որ դա ձևական է, իհարկե Թրամփի գործոնը իր դերը խաղաց, բայց սա մի գործընթաց էր, որը գնում էր առնվազն, հա, երևի 2024 թվականից արդեն այնտեղ կային փուլեր, հա, եւ Թրամփը այդ իմաստով արագացրեց այդ գործընթացը եւ որոշակի երաշխիքներ տվեց։ Եղություն, որ գործընթացը։ Հարցն է, մի րոպե հարցը ձևակերպեմ, որ գործընթացը արագացրեց։ Քանի որ հարց է ծագում, այո, Թրամփը ասում է խաղաղություն, բայց հայ-թուրքական սահմանները դեռևս փակ են, հայ գերիները դեռևս Բաքվի բանտերում են, ինչ process-ներ արագացրեց Թրամփը։ Դե դրա համար ասում եմ, որ սառը խաղաղությունն է կամ նեղ խաղաղությունն է, հա, եթե այդ ամեն ինչն էլ լիներ, արդեն մենք կշարժվեինք դեպի, այսպես ասած, լայն իմաստով խաղաղություն, հա, դրա համար սա այսպես միջանկյալ շրջան է, երբ որ դեռ կոնֆլիկտի իներցիան պահպանվում է, եւ այնպես չի, որ 100%-ով կարելի է երաշխավորել, որ կոնֆլիկտը սրանով կավարտվի, հա, այսինքն միշտ էլ հնարավոր է, որ իրավիճակը էլի փոխվի եւ մենք վերադառնանք պատերազմի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ կամ նույնիսկ հա աստված որ չարացե պատերազմական վիճակ, բայց ամեն դեպքում սա որոշակի եթե հարցնում եք ինչ process էր, հա, այդ process-ը 24 թվականից այնտեղ կային հանդիպումներ, կային բանակցություններ, հա, նույն այդ կոպի հետ կապված, հա, որ Հայաստանը իր առարկությունները հանեց, որ գերիների մի մասը ազատվեց, հետո երբ որ տեքստերը համաձայնեցվեցին պայմանագրի, հետո երբ որ Աբու Դաբի հանդիպումը եղավ, հա, Փաշինյանի այցը Թուրքիա եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը այդ process-ի երևացող մասն էր, բայց կար նաեւ չերևացող մաս, ոչ թե չերևացող այն իմաստով, որ ինչ-որ գաղտնի բաներ էին տեղի ունենում, այլ ուղղակի դիվանագիտական, փորձագիտական, հա, քաղաքական շրջանակներով որոշակի քննարկումներ կային։ Եվ այս ամեն ինչը բերեց նրան, որ ի վերջո այսօր կողմերը համարում են, որ կոնֆլիկտը ավարտված է մեծ հաշվով, հա, էլի կան խնդիրներ, էլի պարզ է, որ Ադրբեջանը իր պատանդներ պահելու, ես ասած քաղաքականությունը շարունակում է, բայց ասեմ, որ Հայաստանն էլ նույնն էր անում էր 90-ականներից հետո, 94 թվականից հետո տարիներով ադրբեջանական գերիները մնում էին Արցախում եւ Հայաստանում, հա, դասակարգության համար է պետք։ Դե, չգիտեմ ինչի համար է պետք, ուզում եմ ասեմ, որ այնպես, հա, ասենք այն, որ հիմա Ադրբեջանը այդ պատանդներին պահում է, ինչ որ չափով նաեւ պայմանավորված է նրանով, թե 90-ական թվականներին ինչ էր տեղի ունենում, չեմ ուզում շատ խորանալ, որպեսզի հակառակ կողմին ինչ որ փաստարկներ չտամ, հա, բայց ամեն դեպքում օրինակ
օրինակ եթե Կազիմիրովի գիրքը կարդաք, ռուս դիվանագետ, ով որ Մինսկի խմբում էր աշխատում, նա այնտեղ նկարագրում է, թե ոնց 94 թվականից մի քանի տարի անց, 96 թե 97 թվականին, իրենք բանակցում են, որ ադրբեջանական գերիներին վերադարձնեն Ադրբեջան, հա, այսինքն իսկ այդ ամեն ինչը Ադրբեջանում հիշել են։ Այնպես չի, որ նրանք մոռացել են այդ ամեն ինչի մասին, հա, դրա համար այդ գործոնն էլ կա։ Իհարկե դա միակ գործոնը չի, բայց երբ որ մենք հիմա խոսում ենք գերիների հարցի մասին, դա էլ պետք է հաշվի առնել։ Նրանք գերիների հարցում, որ մենք բարձրացնում ենք, սկսել են 4000 անհետ կորածների թիվը ներկայացնել։ Դե հիմա դա այդքան չի ասվում։ Հիմա տեսեք, այստեղ գերիների հարցում նրանք տարբերություն են դնում, նրանք ասում են, որ կան մարդիկ, ովքեր իրենց քաղաքացիներն են, այսպես ասած, հա, իրենց տրամաբանությամբ, եւ իրենց հարցում, ուրեմն նրանք ավելի, այսպես տրամադրված են զիջումների չգնալ։ Մնացած գերիների պարագայում ես կարծում եմ, որ նրանց կազատեն մոտակա ամիսների ընթացքում ամեն դեպս ես կարծում եմ, որ այս process-ի տրամաբանությունը դրան է բերում, որովհետև գնալով նրանց ավելի դժվար է լինելու բացատրել, թե ինչու են այդ մարդիկ պահվում բանտում, հա։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ գերիների հարցը կլուծվի, եթե շարունակվի այս խաղաղության տրամաբանությունը, հա, օրինակ երբեմն Հայաստանում ոմանք ասում են, այ ինչպես կարելի է շուտ թուղթ ստորագրել, թեկուզ նախաստորագրել, երբ որ գերիները պահվում են բանտում։ Այս տրամաբանությունը ինձ թվում է սխալ տրամաբանություն է, որովհետև եթե մենք ասենք ոչ մի բան չստորագրենք, հա, պահպանենք այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը, գերիներին ազատալու շանսեր ընդհանրապես չունենք, հա, գերիներին ազատելու շանս առաջանում է այն ժամանակ, երբ որ այս խաղաղության տրամաբանությունը շարունակվում է, եւ մենք աստիճանաբար գալիս ենք նրան, որ արդեն երկու երկրների միջև չկա թշնամանք եւ մենք ասում ենք հարգելիներս, ինչու եք այդ մարդկանց բանտում պահում, եթե հենց դուք եք ընդունում եք, որ կոնֆլիկտը ավարտվել է։ Այդ ժամանակ գերիներին ազատելու շանս կունենանք։ Եթե մենք վերադառնանք այդ հակամարտության տրամաբանությանը, ապա գերիներն էլ հավերժ կմնան այնտեղ։ Դրա համար ես կարծում եմ, որ ամեն դեպքում այս process-ը դրական է եւ այդ թվում նաեւ գերիներին վերադարձնելու առումով ավելի ճիշտ է առաջնորդվել այս խաղաղության տրամաբանությամբ։ Կա այսպիսի կարծիք, վերլուծաբաններից մեկը ինձ հետ հարցազրույցում այսպես ձևակերպեց ներկայիս վիճակը։ Ադրբեջանը, ասում են նա, ավելի շատ դեպի հետ է նայում եւ հենվում է նախկինում եղած իրողություններին։ Նա դեռ շարունակում է իր այսպես որպես հաղթողի ռետորաբանությունը, այդ սիմվոլիկան է օգտագործում այդ ԱՊՀ-ի խաղերի բացման վկայակոչելով այդ բացումը, որտեղ եւ սիմվոլը կար, եւ երգը կար, եւ թշնամի բառը կար ուղղված Հայաստանին։ Իսկ եւ հայ ժողովրդին եւ հակառակը ասում էր այդ վերլուծաբանը, իսկ Հայաստանը միտված է դեպի ապագան, Հայաստանը անընդհատ խոսում է ապագայի մասին եւ այսպես ունենք այսպիսի իրավիճակ, Ադրբեջանը անընդհատ հենվում է նախկին իր ուժեղ, չգիտեմ, ինքն է ուժեղ համարում իր դիրքերի վրա, իսկ Հայաստանը ավելի ուժեղ է համարում այն դիրքերը, որը այսօր ունի եւ ապագայում կառուցվելիքի վրա։ Այդպիսի դիսոնանս կա։ Դե գուցե դա մի քիչ կարող է սուբյեկտիվ ինչ-որ ընկալում լինել, Ադրբեջանն էլ այնպես չի, որ ապագայից չի խոսում, բայց ամեն դեպքում Հայաստանի պարագայում ակնհայտ է, որ իրոք մենք, այսպես ասած, անցյալ գնալու մենք պատճառ հիմա չունենք, հա, այսինքն կամ մենք պետքա մնանք անցյալում։ Դե չեն հակադարձում, օրինակ նույն այդ ռետորաբանությանը եւ այդ սիմվոլիկայի ցուցադրմանը կամ ելույթներին այդ Զանգեզուրի միջանցքը, այո, հակադարձում են Զանգեզուրի միջանցք ձևակերպմանը, որովհետեւ Թրամփի ուղին, այնտեղ Թրամփի գործոնն են երևի թե իրենց հնարավորություն տալիս դա անելու, բայց հիմնականում չեն հակադարձում։ Անկամ երբ որ Ալիևը իր ելույթներում անընդհատ վկայակոչում է հայերի կապիտուլյացիա է ասում եւ հայերին նվաստացնող ինչ որ ձևակերպումներ, հայկական կողմը աշխատում է չխուսափում է համենայն դեպս հակադարձել։ Դե տեսեք, մենք այսպեսի Ադրբեջանի պարագայում այնտեղ չկա ընդդիմություն, չկա սփյուռք, հա, կամ սփյուռքն ու ընդդիմությունն էլ իրականում էլի վերահսկվում են Ալիևի կողմից։ Դրա համար այնտեղ եւ այսպես ասած խաղաղասիրական մեսիջներն են Ալիևի կողմից բարձրաձայնվում եւ հակառակը, հա, այդ ձեր ամբողջ ասած, հա, այդ միլիտարիստական կամ ինչ որ այս բարձրագործ, այսպես ասած, ամպագորգոր այդ հայրենասիրական էլի դա փաստորեն կառավարության կողմից արվում։ Հայաստանի պարագայում մենք ունենք կառավարություն, որը ասած խաղաղության ռետորաբանությունն է առաջ տանում
ունենք ընդդիմություն, որը մինչև վերջերս ասում էր պետքա վերադառնանք, պետքա հետ վերցնենք, պետքա, չգիտեմ, մտնենք Բաքու եւ այլն։ Ալիվի սիրած ռևանշիզմը, հա, ունենք Սփյուռք, որը էլի այդ տրամաբանությամբ է գնում, հա, այսինքն հիմա ադրբեջանցիների տեսակետից, եթե մենք փորձենք հասկանալ, նրանք տեսնում են, որ Փաշինյանը մի բան է ասում, հա, Քոչարյանը եւ Սարգսյան Սերժը ուրիշ բան են ասում, Դաշնակցությունը երրորդ բանն է ասում, հա, Ամերիկայի հայերը ուրիշ բան են ասում եւ նրանք միանգամից բոլորին են պատասխանում, հա, այսինքն նրանց տրամաբանության մեջ այդ ամեն ինչը էլի հայեր են։ Նրանք չեն հասկանում կամ ասենք չեն ուզում հասկանալ, որ այդ Փաշինյանի գիծը սա է, Դաշնակցության գիծը սա է, Ամերիկայի, չգիտեմ, հայկական համագումարի կամ անկայի գիծը սա է։ Նրանք այդ ամեն ինչը ընկալում են, որ այ այսպես շուտ խառը մեսիջներ է գալիս հայկական կողմից։ Ու դրան պատասխանում են։ Այսինքն հիմա մենք ինչ անենք, մենք չենք կարող ստիպել, որ ասենք Ամերիկայի հայկական կազմակերպությունները ինչ-որ հայտարարություններով հանդես չգան, բայց երբ որ իրանք այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս, Ադրբեջանն էլ դրան պատասխանում է։ Հա, այսինքն այստեղ այս հայտարարությունների մի մասը ուղղված են ոչ թե Երևանին, ոչ թե ասենք Երևանի կառավարությանը, այլ ուղղված են օրինակ Սփյուռքի այդ կազմակերպություններին եւ այլն։ Դրա համար այս հայտարարությունների մի մասը պետք չի ընկալել, որ դա հենց սպառնալիք է Երևանին ուղղված։ Հա, սա գործընթաց է, որտեղ հայկական կողմերը շատ են։ Աստորեն հայկական տարբեր դիրքորոշումներ կան։ Ադրբեջանը, քանի որ ավտորիտար երկիր է, այնտեղ տարբեր դիրքորոշումներ չկան, այնտեղ կան Ալիևի դիրքորոշումը եւ կան ինչ-որ այլախոհների դիրքորոշումներ, որոնք մեծ նշանակություն չունեն։ Դուք շատ եք տարբեր երկրներում լինում, տարբեր ծրագրերի եք մասնակցում, կոնֆերանսների, ձեր կարծիքով այդպիսի տարաձայն Հայաստան արևմուտքը եւս այդպիսի տարաձայն է ընկալում Հայաստանին։ Դե արևմուտքն էլ պես միասնական կառույց չի, հա, այսինքն արևմուտքում էլ շատ տարբեր մոտեցումներ կան, բայց ամեն դեպքում իհարկե արևմուտքը ընդհանուր առմամբ որպես գործընկեր դիտարկում է Հայաստանի կառավարությանը, հա, մնացած միևնույն ժամանակ կան, ասենք Սփյուռքի կազմակերպություններ, որոնք այդ երկրի քաղաքացիներից են բաղկացած, եւ սա ավելի շատ արդեն ներքին քաղաքականությանն է վերաբերում, հա, նույն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի, ամեն դեպքում Ես չեմ կարծում, որ սա վնաս է տալիս մեզ, հա, երկրի չափը վնաս է տալիս։ Մեզ ես կարծում եմ արևմուտքի համար ակնհայտ է, որ կա Հայաստանի կառավարություն, Հայաստանի կառավարության հետ են խոսում, ինչ որ ասում է Հայաստանի կառավարությունը, դա է Հայաստանի դիրքորոշումը։ Բայց ինչու Ադրբեջանի նույն Ալիևը այդպես չի ընկալում օրինակ։ Նա էլ պետք է հասկանա, որ հակա կառավարություն, ես կառավարության հետ եմ բանակցում, կառավարության հետ եմ ստորագրում ինչ որ բան։ Դե դրա համար, ասենք, երբ որ գործը հասնում է փաստաթղթերին եւ, չգիտեմ, բարձր մակարդակով հանդիպումներին, ինքը դրանով էլ առաջնորդվում է։ Այսինքն այն բաները, որ մենք քննարկում ենք, դա ավելի շատ քարոզչության ոլորտից է, կամ ինչ-որ PR-ի ոլորտից է, իսկ այդտեղ, հա, նրանք զգում են, որ պետքա պատասխանել։ Գումարած դրան, նաեւ եկեք հիշենք, հա, 94 թվականից հետո Հայաստանում մենք ինչ ռետորաբանություն ենք կիրառում, հա, հաղթանակից հետո եւ այլ։ Նույնն էլ իրանց մոտ է, իսկ այստեղ հոգեբանական հասկացություն կա, որը ժամանակին Ստալինը հոդված էր գրել, կոչվում էր Головокружение от успехов, հա, հայերեն ոնց կլինի, հաջողություններից գլխապտույտ։ Հիմա այդ բանն էլ իրանք ասենք տասնամյակներով պարտված երկիր են եղել, հա, տասնամյակներով նրանք ունեցել են այդ ընկալումը, որ հայերը նրանց ստորացրել են, հա, հաղթել են շատ դաժան ձևով, հիմա նրանք են հաղթել եւ այդ հոգեբանական երևույթները մենք նրանց մոտ տեսնում ենք, սա ինչ-որ ռացիոնալ հաշվարկ չի, սա ուղղակի իրացիոնալ բան է, այսպես ասած ինքնահաստատվելու ինչ-որ մղում է, բայց գնալով դա քչանալու է, որովհետեւ պրագմատիկ ռացիոնալ նկատառումները հաղթելու են եւ այստեղ օրինակ մենք տեսնում ենք, որ ամերիկացիները աշխատում են այդ ուղղությամբ, հա, ասենք տեսակ, որ կոնգրեսում ներկայացվեց օրինագիծ, հա, որը նախատեսում է սանկցիաների հնարավորություն Ադրբեջանի հանդեպ։ Եվ այդ ամենը հենց դրան է ուղղված, հա, որ հարկելի ադրբեջանցիներ շատ մի, պես ասած, ոգևորվեք, հա, եթե ինչ-որ բան եք պայմանավորվել, հետևեք դրան։ Եվ այս իմաստով կարծում եմ Հայաստանի գիծը ինքը ճիշտ գիծ է, հա, այսինքն ոչ թե մենք փորձում ենք ինչ-որ նույն ոճով պատասխանել այդ ամեն ինչին, այլ ասում ենք հարգելիներս, մենք բան ենք ստորագրել, հա, լավ, նախաստորագրել ենք թեկուզ, բայց ամեն դեպքում դուք բան եք խոստացել, եկեք հետևենք այս մեր պայմանավորվածություններին։ Եվ սա ընկալում է գտնում եւ արևմուտքում,
հա, եւ ԱՄՆ-ում, եւ Եվրոպայում, եւ Ադրբեջանն էլ դրան չի կարող ինչ-որ մի բան, այսպես ասած, հակառակ դուրս գա, հակառակ տրամաբանության մեջ ոչ մի բան չեն կարող ասել։ Դրա համար ինձ թվում է, որ ավելի ճիշտ է այդ ուղղությամբ գնալ, քան թե փորձել ինչ-որ առանձին հայտարարություններին հակադարձել կամ ինչ-որ տրվել այդ սադրանքներին, առավել եւս, որ ընդդիմությունը կամ Սփյուռքի կազմակերպությունները շատ էլ լավ ասած ակտիվ ռետրոբանությամբ հանդես են գալիս։ Լավ, այդ դեպքում ինչպես են գնահատում Արարատ Միրզոյանի այս հայտարարությունը եւ ընդհանրապես դա Արարատ Միրզոյանը պարզապես ասում է այն, ինչ որ վարչապետն է որոշել։ Մենք գիտենք, հրաշալի բոլորը գիտեն, մեր լսարանը գիտի եւ բոլորը գիտենք, որ Ադրբեջանը որպես այդ ստորագրության նախապայմաններից մեկը պահանջում է սահմանադրության մեջ անել որոշակի փոփոխություն։ Եվ վարչապետը ասում է, ահա, ես դեռ 18 թվականից էի ուզում սահմանադրությունը փոխել եւ Արարատ Միրզոյանն էլ է ասում է, այո, մենք պետք է փոխենք սահմանադրությունը, բայց, այսինքն նոր սահմանադրություն պետք է ընդունի Հայաստանը, բայց դա մենք չենք անում նրա համար, որ դա պահանջում է Ադրբեջանը։ Հիմա ես հասարակության տեսանկյունից ուզում եմ դուք փորձակի որպես պատմաբան, որպես վերլուծաբան փորձենք հասկանալ, ինչպես ենք մենք դա, իշխանությունը դա մատուցում է հասարակությանը, որ ես էլ էի ուզում փոփոխություն անել։ Հասարակությունն էլ ասում է, մեզ հիմարի տեղ եք դնում, ուզում եք անեք այն, ինչ պահանջում է Ալիևը, բայց ասում եք մենք ենք, եթե դուք չեք փոխում կարդինալ փոփոխություն չեք անում շատ, հիմնավոր փոփոխություն, մենք չգիտենք ինչ եք փոխելու, չի ասվում ինչ են փոխելու, եթե դուք չեք ասում ինչ եք փոխում, եթե մենք չենք հասկանում ինչ եք անում, ապա ինչու եք մեզ խափում, իշխանություններ մեզ խափում, այնինչ անում եք այն, ինչ Ալիևն է ասում։ Չնայած ասում եք Ալիևին, Արարատ Միրզոյանը ասեց, այն ինչ պահանջում է Ալիևը, դա մեզ համար ցուցիչ չէ, մենք սահմանադրություն փոխում ենք, դա մեր ներքին գործն է, բայց մենք փոխում ենք։ Դե տեսեք, ես այս հարցում ոնց որ մի քանի շերտեր կան։ Համեցեք։ Հա, նախ ինչ վերաբերում է Ադրբեջանի այդ դիրքորոշմանը, այնտեղ էլ որոշակի դինամիկա կա եւ աշխատանք տարվում է նրա այն ուղղությամբ, որ եւ Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը, հա, մասնավորապես ԱՄՆ-ին ցույց տալ, որ սա ճիշտ ճանապարհ չի, հա, եթե դուք փորձում եք սա պայմանավորել, հա, ասենք վերջնական պայմանագրի ստորագրումը կապել Հայաստանում տեղի ունեցող ինչ-որ հանրաքվեի հետ, դա նախ հակառակ արդյունքն է տալու, եթե դուք այնտեղից ելույթներ ունենաք պահանջեք, որ հանրաքվե անցկացվի, բնականաբար Հայաստանում մարդիկ դեմ են քվեարկելու, հա։ Երկրորդը ժամանակ ենք կորցնելու եւ օրինակ հիմա կա հնարավորություն ստորագրելու, իսկ հանրաքվեն Հայաստանում պետքա պարզա, ինքը կազմակերպվելու է, դա տարիներ է տևելու, հա, ասենք մինչեւ սահմանադրության տեքստը մշակվի, մինչեւ մարդիկ գնան քվեարկեն, գումարածներին կարող է ասենք մարդիկ դեմ քվեարկեն կամ կարող է քվորում չլինի, հա, այսինքն բազմաթիվ ու ինչ եղավ, ասենք ինչ, եթե քվորում չեղավ, ասենք ինչ, ուրեմն նոր պատերազմ պետք է սկսենք, հա, այսինքն ընդհանուր առմամբ սխալ է կապել այդ խաղաղության գործընթացը ինչ որ ներքին քաղաքական հարցի հետ, հա։ Դե սխալաթեցի Ալիևը այդ խնդիրը դրել է։ Դե արդեն այդպես միանշանակ չէ, այսինքն օրինակ եւ Թուրքիայից են որոշ հայտարարություններ տեսնում եւ օրինակ ադրբեջանցի փորձագետների հետ խոսելիս մենք տեսնում ենք, որ նրանց դիրքորոշումն էլ ինչ որ չափով փոխվում է, հա, այսինքն եթե իրանք առաջ օրինակ ասում էին, որ այդ հանդիպումների քննարկումների հիման վրա եմ ասում, եթե նրանք ասում էին, որ այդ չէ պետքա անպայման փոխվի, թե չէ խոսք չկա, նրանք հիմա ասում են, լավ, եկեք հիմա դրա մասին չխոսենք, դուք ընտրություններ ունեք, ընտրությունները անցնի, հետո կխոսենք, որտեղ նաև տեխնիկական հարցեր կա, հիմա ասենք, եթե անդրեքնեն ընտրություններում ուրիշ կուսակցություն է հաղթում, որը հանրաքվեի խնդիր չի դնում, հա, ուրեմն ինչ չի ստորագրվելու, հա, այսինքն այնտեղ շատ հարցեր կան, եւ կարծում եմ այս իմաստով կարելի է ինչ-որ ըմբռնման հասնել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որ իրանք այդ հարցը առաջ չքաշեն։ Սա աշխատանք է պահանջում, բայց դա իրատեսական խնդիր է։ Առաջ չքաշեն, որովհետեւ դուք եք արդեն խնդիրը դրել, այսինքն նրանք կարող են արդեն լռել, որովհետեւ դուք հայտարարել եք, որ դուք սահմանադրությունը փոխում եք։ Դե հիմա ստեղ գալիս երկրորդ բանին, արդյոք մենք կարիք ունենք սահմանադրություն փոխելու, հա, եւ ես կարծում եմ, որ անկախ նրանից Ադրբեջան կա, թե Թուրքիա կա, թե չկա, իրոք կարիք կա սահմանադրություն փոխելու, որովհետեւ նախ այդ սահմանադրությունը, որ այսօր գոյություն ունի, ինքը բազմաթիվ խնդիրներ ունի ու դրա մասին շատ են խոսել եւ իրոք այդ հարցը դրվել է 2018 թվականից ամբողջ ժամանակ քննարկվել է այդ սահմանադրություն փոխելու հարցեր
հանրակրվեր նույնիսկ նախապատրաստում, հա, որը հետո չեղավ, որովհետև COVID-ը սկսվեց եւ այլն։ Այսինքն այդ խնդիրը կա։ Երկրորդը ինքնին այն սահմանադրությունը, որով մենք ապրում ենք, եկեք այստեղ մի հատ բան կա, որ մենք խուսափել ենք խոսելուց, բայց պետք է ասենք, էլի 95 թվականին սահմանադրությունը ընդունվել է կեղծումներով։ Այսինքն այն սահմանադրությունը, որով մենք ապրում ենք, ըստ էության կեղծումներով ընդունված սահմանադրությունն է, լեգիտիմ սահմանադրություն չի, մեջ հաշվով եւ մեր սահմանադրությունը եւ բոլոր օրենքները, որով մենք ապրում ենք, լեգիտիմ չեն, որովհետեւ 95 թվականին այդ սահմանադրությունը ընդունվել է կեղծումներով, բռնություններով եւ այլն։ Հետո 98 թվականին Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայաստանի նախագահ, չնայած այդ սահմանադրությամբ ինքը իրավունք չուներ դառնալու Հայաստանի նախագահ։ Դրա հետևաբար որովհետև Հայաստանում բնակվելու ցենզը չէր պահպանվել։ Որովհետև բնակվելու ցենզը չէր պահպանվել։ Դրա հետևաբար Ռոբերտ Քոչարյանի բոլոր ձեռնարկած օրենքները, չգիտեմ, հրամանագրերը, հանրակրվեն սահմանադրական, դրանք եւս ապօրինի են։ Հետևաբար եւ Սերժ Սարգսյանն է ապօրինի։ Հա, եւ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն է ապօրինի։ Այսինքն Հայաստանի բոլոր ղեկավարները 95 թվականից ի վեր եղել են ապօրինի։ Բոլոր ըստ էության մեծ հաշվով, եթե մենք այսպես շատ sense խիստ իրավական տեսակետից մոտենանք, Հայաստանում որևէ իրավական ակտ չկա բացառությամբ, ասենք, այն օրենքների, որոնք ընդունվել են մինչև 95 թվական։ Հա, եւ իրականում մեծ հաշվով մենք բոլորս ձևացնում ենք, որ մենք ունենք սահմանադրություն, որ մենք ունենք օրենքներ եւ այլն եւ այլն։ Եվ մենք դրա մասին ուղղակի չենք խոսել, հա, օրինակ հաճախ ասում են, ինչի հեղափոխությունից հետո, ասենք, անցյալի վերաբերյալ քաղաքական գնահատական չի տրվել, ինչու, ասենք, լյուստրացիա չի իրականացվել, ինչու չի դատապարտվել, ասենք, չգիտեմ, 98 թվականի ընտրությունների կեղծումները, 96 թվականի ընտրությունների կեղծում եւ այդ ամեն ինչը մի Պանդորայի արկ է, որ եթե սկսենք բացել, ինչու ի պատասխանը նա է, որ մենք վախեցել ենք այդ Պանդորայի արքը բացել, հա, հիշում եք հունական դիսաբանության մեջ այդպիսի արկ կար, որ բոլոր դժբախտությունները այդ արքի մեջ էին, հենց որ բացեցին, դրանք դուրս եկան ու ուրեմն մարդկանց սկսեցին տանջել, հա, հիմա մենք փաստորեն ամբողջ մեր հասարակությունը եւ քաղաքական վերնախավը գերադասել ենք ձևացնել, որ ամեն ինչ նորմալ է եւ այդ հարցերը մեզ չտան, բայց վաղ թե ուշ այդ հարցերը պետք է տրվեն, հա, եւ ինձ թվում է հենց որպեսզի այդ ամբողջ հարցերից մենք խուսափենք եւ մեր պետականությունը ամուր հիմք ունենա մեզ, իրոք պետքա նոր սահմանադրություն։ Եվ ես դրա մասին խոսել եմ շատ վաղուց, այնպես չի որ ես հիմա իհարկե կասեն էսա Փաշինյանի քարոզիչն է, եկել է ինչ որ Փաշինյանը ասում է, նա կրկնում է, ոչ, ես այդ ամենի մասին խոսել եմ շատ ավելի շուտ, քան Փաշինյանը, որովհետեւ իրոք ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է 4-րդ հանրապետություն ձևավորվի, որովհետեւ այն հիմքերը, որոնց վրա կար 3-րդ հանրապետությունը, դրանք շատ խախուտ էին, հա, դեմոկրատական լեգիտիմություն չունեին, իրավական լեգիտիմություն չունեին, հա, եւ 95 թվականից ի վեր մենք ապրել ենք ինչ որ, այսպես ոչ իրավական մի հատ համակարգում։ Բացի դրանից, այսինքն այդ իրավական հարցերը եւ բարոյական հարցերը մի կողմ դնենք, դե ֆակտո եկեք նայենք, հա, 3-րդ հանրապետությունը նախագահական հանրապետություն էր, հիմա մենք ունենք վարչապետական հանրապետություն։ Հա, 3-րդ հանրապետության մեջ այլ քաղաքական ռեժիմ էր, հա, ավտորիտար քաղաքական ռեժիմ էր, հիմա մեր մոտ ժողովրդավարությունն է լավ թե վատ։ 3-րդ հանրապետության փաստորեն դե ֆակտո սահմաններն էին ուրիշ, հա, ի վերջո մենք տարածք ենք կորցրել, հա, ըստ էության 3-րդ հանրապետությունը վերահսկում էր նաև Արցախի տարածքը եւ 7 շրջանների տարածքը, մենք հիմա այդ տարածքը չունենք։ Եվ ամենակարևորը 3-րդ հանրապետությունը ի վերջո անկախ պետություն չէր, եկեք այստեղ էլի ճշմարտությունը ասենք։ Չի կարող համարվել անկախ մի պետություն, որի սահմաններում տեղակայված են օտար սահմանապահներ։ Մինչև հիմա մենք այդ խնդիրը ունենք, հա, ասենք Թուրքիայի հետ սահմանը վերահսկում են ռուսաստանյան սահմանապահներ։ Չի կարող անկախ համարվել մի պետություն, որտեղ քաղաքական որոշումները ընդունվում են Մոսկվայի Դաբրոյով։ Այսպես հրճակելով 4-րդ հանրապետություն մենք այդ ամեն ինչից դրփազատվում ենք։ Դե միայն հրճակելով չի։ 4-րդ հանրապետություն միայն հրճակելով չի, պարզա, հա, այդ ոնց որ պարզ ասենք ինչ-որ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն հողի վրա, հա, այդ նույնը ռուսական սահմանապահներին պետք է հեռացնել, ռազմաբազայի հարցը պետք է լուծել եւ այլն, բայց նաեւ այդ process-ի մի մասն է, նաեւ այդ 4-րդ հանրապետության հրճակումը, հա, որովհետեւ այն ինչ որ տեղի է, ի վերջո ամենակարևորը նա է, թե ինչ կա մարդկանց ուղեղներում, հա, այսպես ասած մարդկանց հոգիներում այն ինչ որ կա։ Եթե մենք կարճած ենք մնում այդ 3-րդ հանրապետության
գաղափարախոսությունից, ինքնությունից, չգիտեմ, շատ հետաքրքիր բաներ եք ասում, ինքնությունից, երրորդ հանրապետության ինքնությունից կարճած ենք քաղաքական ինքնություն, այսինքն երրորդ հանրապետությունը ինքը ենթադրում էր որոշակի քաղաքական ինքնություն, որոշակի գաղափարախոսություն եւ որը հիմա չկա։ Արդեն փաստորեն դե ֆակտո այդ ամեն ինչը վերացել է։ Եվ մենք կամ կարող ենք էլի շարունակել վերացել է թե վերացնում են։ Դե եթե գիտեք ինչ, եթե պրոցեսում է դեռ չի վերացել, բայց ձգտում են վերացնել, ես լավ չեմ հասկանում ինչ մասին։ Վերացել է, ուղղակի ոմանք ձևացնում են, որ չի վերացել։ Ես կարծում եմ, որ պետք է երրորդ հանրապետության, այնպես ինչպես մենք ունեցել ենք առաջին հանրապետություն, ինքը պատմության մեջ ունեցել է որոշակի դեր, դրական, որոշ բաներ բացասական են եղել, եկեք ուրեմն հարգելով առաջին հանրապետությունը, անցնենք առաջ։ Հետո ունեցել ենք երկրորդ հանրապետությունը, խորհրդային հանրապետությունը, հա։ Այդտեղ էլ որոշ բաներ դրական են եղել, որոշ բաներ բացասական են եղել։ Դա ավարտվել է, մենք շատ շնորհակալ ենք երկրորդ հանրապետությանը։ Հետո եղել է երրորդ հանրապետությունը։ Երրորդ հանրապետության մեջ էլ եղել են դրական բաներ, եղել են բացասական բաներ, բայց նա ավարտվել է եւ այդպիսի հայկական բան կա, չէ, այսպես արտահայտություն կա, որ նրան ուղղակի չեն ասում, որ չտխրի, հա, ասենք որ տրամադրությունը հիմա մենք այս վիճակում ենք, մենք որպես հասարակություն ձևացնում ենք, որ մենք ապրում ենք այդ երրորդ հանրապետության մեջ, բայց այդ երրորդ հանրապետությունը չկա։ Հա, փոխվել է եւ քաղաքական համակարգը եւ քաղաքական համակարգը ինչպես է փոխվել։ Վարչապետական հանրապետություն ենք, մենք խորհրդարանական հանրապետություն։ Հիմա չորրորդում լինելու է էլի վարչապետական։ Դե կարծում եմ, որ դա էլ մենք ենք որոշելու։ Տեսեք, այստեղ խնդիրը ինչ չի, որ ասենք այդ Ուզեմ ասեմ փոխվելու է թե ոչ։ Դա ժողովուրդն է որոշելու, այսինքն Չէ, առաջարկվելու է, չէ, երևի սահմանադրությամբ։ Դե ենթադրում եմ, որ ներկա կառավարությունը առաջարկելու է խորհրդարանական համակարգ։ Պահպանելու է, այսինքն երրորդ հանրապետության այդ Չէ, դա երրորդ հանրապետությունը ինքը մինչև 2018 թիվ եղել է նախագահական։ Ու 18 թվականին է մտցվել խորհրդարանականը, այն էլ իրականում ինքը մտցվել է, նու հա, 17-ին եղավ, չէ, 17-ին եղավ 15 թվականին ոնց որ եղավ բանը լավ կարևորը որ ինձ մոտ մի հարց էլ կա կապված այդ չորրորդ հանրապետություն կոչվածի հետ իրավահաջորդության հարցը ինչպես է լուծվում դուք առաջին հանրապետություն ասեցիք շնորհակալություն հայտնեցիք մենք այսպես առաջին հանրապետություն քանդվեց երկրորդ հանրապետությունը ըստ երևույթին խորհրդային շրջանն է համարվում երկրորդ հանրապետություն երրորդ հանրապետություն կապ չուներ առաջինի հետ երրորդ հանրապետությունը իր սահմանադրության մեջ հակառակ նրան, որ Ադրբեջանը եւ Վրաստանը իրավահաջորդության կետ ունեին չունեցանք, մենք անկախ այսպես մեկ էլ հանկարծ երրորդ հանրապետություն ծնվեց, հիմա էլ երրորդը փլվում է, ինչպես դուք ասում եք, չկա դատարկ է ինչ որ ձևակերպում ասեցիք, մեկ էլ հանկարծ դատարկ տեղը չորրորդ հանրապետություն է ծլում, առաջինի հետ կամ երկրորդի հետ կամ երրորդի հետ ոչ մի առնչություն չունեցող չորրորդ հանրապետություն է ծնվում եւ հետո մենք առաջին տարին ենք նշելու այդ չորրորդ հանրապետության Դե տեսեք, ես որ ասում ենք առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այլն, այդ մեր ներքին օգտագործման համար է, հա, եթե մենք խոսում ենք միջազգային խոսում ենք նրա մասին, որ հրճակվում է չորրորդ հանրապետություն։ Դա մեր ներքին կյանքին է վերաբերում, հա, օրինակ Ֆրանսիայում 5 հանրապետություն է եղել, բայց միջազգային իրավունքի տեսակետից Ֆրանսիայի, ասենք, թագավորությունը, հետո Ֆրանսիայի կայսրությունը, հետո Ֆրանսիայի 5 հանրապետությունները, դա նույն Ֆրանսիան է։ Իրավահաջորդության հարցն է։ Իրավահաջորդության հարցը լուծվել է 91 թվականին, ու այստեղ այդ իրավահաջորդությունն է, հիմա Ադրբեջանը կամ Վրաստանը, որ հայտարարում են, որ իրանք 18-20 թվականների հանրապետությունների իրավահաջորդն են, դա միջազգային իրավունքի տեսակետից ոչ մի նշանակություն չունի։ Հա, կամ միջազգային քաղաքականության տեսակետից ոչ մի նշանակություն չունի։ Միջազգային քաղաքական եւ իրավական տեսակետից բոլոր հետխորհրդային հանրապետությունները 91 թվականին ստեղծված պետություններ են։ Եվ այնտեղ լինի 5-րդ, 6-րդ, 7-րդ հանրապետություն, դրանը ոչ մի բան չի փոխվել 91 թվականին։ Այսինքն, եթե մենք խոսում ենք ներքին մեր տրամաբանության մասին, հա, 4-րդ հանրապետությունը մեզ պետք է ներքին տրամաբանությունից ելնելով։ Բայց դրսի համար
Դա նույն հանրապետությունն է, այսինքն նույն Հայաստանի հանրապետությունն է, որը ստեղծվել է 1991 թվականին, ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի կողմից, ճանաչվել է այդ որ ասում են, 29743 կիլոմետր տարածքով, այդ հանրապետությունն է կամ այդ պետությունն է։ Այդ տարածքում օրինակ վաղը մենք կարող ենք որոշենք միապետություն ստեղծենք, հա, օրինակ հիմա այս որ խոսում ենք 4-րդ հանրապետության մասին, ես վերջերս մի շարք եվրոպական երկրներում տարբեր միջոցառումների էի մասնակցում, որոնք միապետություններ են։ Հա, օրինակ Հոլանդիան, աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկը, Բելգիան, սահմանադրական միապետություններ են։ Հիմա կարող է այս սահմանադրական քննարկումների ընթացքում մենք որոշում ենք, որ մենք ուզում ենք ոչ թե 4-րդ հանրապետություն, այլ թաքուն, հա, ասենք գտնելու ենք Կիլիկիայի բաներից են Լուսինյանների դինաստիան վերջին, ասենք իրենց ազգականներին կարող են գտնել, կարծեմ Իտալիայում են ապրում, ասենք այդ մարդկանց կարող ենք բերել, ասել եկեք դուք եղեք թագավոր, հա, այն տեղը զբաղեցնել, որ հիմա նախագահն է, այսինքն զուտ պետության ղեկավար, որ սիմվոլիկ ինչ-որ խորհրդանշական ֆունկցիաներ է կատարում, կարող ենք որոշենք, որ ասա դա կլինի Հայաստանի թագավորություն։ Դրանից միջազգային քաղաքականության համար բան չի փոխում, դա մեզ համար է կարևոր, հա, այսինքն մեզ համար է այդ լեգիտիմությունը կարևոր։ Այսինքն ես իրոք կարծում եմ, որ այս երկու հարցերը իրար հետ պետք չի կապել։ Հիմա շատ վատ է ստացվել։ Դե Ադրբեջանի հետ խաղաղությունը եւ այս մեր հանրաքվեն, հա, կամ 4-րդ հանրապետությունը եւ այլն։ Ինձ թվում է շատ վատ է ստացվել, որ այդ հարցերը իրար հետ կապվել են եւ այդ իրար հետ կապելու արդյունքում կարող է օրինակ այդ հանրաքվեն չկայանա, հա, կարող է օրինակ մարդիկ բոյկոտեն, չգան կամ գուցե դա հենց այն թիրախն է, որը հենց Ադրբեջանին դա էլ պետք է ոչ թե իրականում սահմանադրության մեջ փոփոխություն է պետք, այլ որպեսի չընդունվի սահմանադրությունը, խառնաշփոթ լինի Հայաստանում, հա, շատ հնարավոր է, որ նրանք ուզում են իրոք այս իրավիճակը պահպանել անվերջ, հա, այսպես ասած կիսաստորագրված ինչ-որ փաստաթղթերի, հա, եւ այդ պարագայում իհարկե եթե հանրաքվեն չկայանա կամ հանրաքվեն լինի դեմ քվեարկեն կամ շենք ֆորում չլինի, դրանք կարող են որպես փաստարկ օգտագործել, բայց ինձ թվում է, որ մենք առաջնահերթ պետք է որոշենք, մենք ոչ թե նայենք Ադրբեջանը ինչ է ուզում դրա հակառակը անենք, այլ մենք մեզ համար որոշենք, հա, ինձ թվում է, որ մեզ պետք է մի սահմանադրություն, որը մենք գնանք եւ քվեարկենք այդ սահմանադրության օգտին։ Եվ իրոք այդ սահմանադրությունը լինի ինչ-որ մի փաստաթուղթ, որի շուրջ մենք համաձայնության ենք եկել, որտեղ ինչ է ընդհանրապես սահմանադրությունը, հա, այդ սահմանադրությունն էլ շուտ կարող սուրբ գիրք չի, հա, ասենք Աստվածաշունչ չի կամ Ղուրան չի կամ չգիտեմ ինչ չի։ Սահմանադրությունը ընդհանրապես սկզբունքների ամբողջությունն է, որը շուրջ մարդիկ պայմանավորվում են, կանոններ, որ մենք այս սկզբունքների հիման վրա ենք ապրում։ Բայց հանրությունը տեղեկացված չի, այո, գուցեև կարևոր է սահմանադրություն ունենալ եւ ինքնակազմակերպվել, եթե համարում ենք, որ ներկա սահմանադրությունը, ինչպես դուք եք ասում, ինչպես նույն Փաշինյանն է ասում, կեղծիքներով է ընդունվել եւ այլն, պետք է լեգիտիմ ընդունված ուրեմն հանրաքվեով ընդունվի սահմանադրությունը, բայց հանրությունը գոնե պետք է իմանա ինչ կա այդ սահմանադրության մեջ, ինչ է լինելու, ինչի օգտին ինչ խաղի կանոններ են, դուք սկզբունքներ եք ասում, այո, կարելի է սկզբունքներ ասել, խաղականոններ ասել եւ այլն, ինչ է մայր օրենքը, հանուն ինչի են, ոչ թե հանուն, այլ ինչի տակ են ստորագրում, ինչին են ասում այո, հանրությունը այսօր տեղեկացված է, 26 թիվը շատ մոտ է։ Դե տեսեք, 26 թիվը դա ընտրություններն են։ Այսինքն նախ կայանալու են ընտրություններ, հետո նոր դրվելու է հանրաքվեի հարց։ Այսինքն եթե ինձ հարցնեք, հա, ես ընդհանրապես կհամարեի, որ պետքա սահմանադիր ժողով լինի, այսինքն սահմանադրությունը պետքա սկզբից մշակվի սահմանադիր ժողովի կողմից, որը առանձին պետքա ընտրովի մարմին լինի, ոչ թե ասենք խորհրդարանը դա մշակի կամ ինչ-որ հանձնաժողով, բայց դա ամեն դեպքում հիմա ոնց որ էսի հարց չի դրվում, բայց նույնիսկ եթե մի կողմ դնենք այս սահմանադիր ժողովի խնդիրը, հա, որ զուտի անձնական կարծիքն է, ինձ թվում է, որ ինչ տեղի կունենա ամենայն հավանականությամբ, արդեն որպես վերլուծաբան ես նկարագրում եմ հավանական զարգացումները։ Ընտրությունները կկայանան, այս ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը հանդես է գալիս որոշակի օրակարգով, որի մի մասը նոր սահմանադրության ընդունումն է։ Հիմա ժողովուրդը կամ կողմ է քվեարկում, կամ դեմ է, կամ ընտրում է ԿՊ-ին, կամ ընտրում է մի այլ քաղաքական ուժ։ Եթե ընտրում է մի այլ քաղաքական ուժ, ուրեմն այդ այլ քաղաքական ուժը պետք է որոշի, իրան պետք է նոր սահմանադրություն, պետք չի, ինքը ինչ է առաջարկում եւ այլն։ Եթե այնուամենայնիվ ԿՊ-ն հաղթում է այս ընտրություններում կամ կոալիցիա է կազմում, այդ դեպքում արդեն ԿՊ-ն հանդես կգա որոշակի
Սահմանադրության նախագծով, կասի, էս է մեր առաջարկած նախագիծը, բնականաբար այդ նախագիծը կքննարկվի, այնտեղ ինչ-որ փոփոխություններ կմտցվեն եւ այլն, հետո կառաջարկի քվեարկել այդ նախագծին, եւ ժողովուրդը կամ դեմ կքվեարկի կամ կողմ կքվեարկի։ Ձեզ չի անհանգ։ Մի խոսքով դուք համարում եք, որ գործընթացները անհանգստացնող չեն։ Դե գիտեք ինչ, ամեն ինչ էլ անհանգստացնում է, ասենք ինձ ընտրությունների արդյունքն է անհանգստացնում, որովհետեւ ես վախենում եմ, որ այս ընտրությունների արդյունքում մենք նորից կդառնանք Ռուսաստանի կիսագաղութ, հա, որտեղ կան որոշակի ուժեր, որոնք հստակ կառավարվում են դրսից եւ նրանց օրակարգը հենց դա է։ Հա, դա ինձ անհանգստացնում է, բայց եթե այնուամենայնիվ ընտրություններում հաղթեն այնպիսի ուժեր, որոնք հայաստանյան ուժեր են, հա, հայաստանակենտրոն ուժեր են, լինի դա ԿՊ-ն, լինի դա ինչ-որ ընդդիմություն, որը հայկական է, հայաստանյան է, ես համարում եմ, որ դա նորմալ քաղաքական process է։ ԿՊ-ն հայաստանյան է, դուք որպես հայաստանյան եք նշում ԿՊ-ն։ Ես Դե հիմա բոլորը բոլորին մեղադրում են KGB-ի գործակալ լինելու մեջ, դրա որ ուժնա, որի առաջնորդը ընդհանրապես Հայաստանի քաղաքացի չի, հա, եւ ասենք մեկ այլ երկրի քաղաքացի է եւ այդ երկրի, ես ասած 50-100 ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Օրինակ այդ ուժը ես հայաստանյան չեմ համարում, հա, մնացած ուժերը կարող են քննարկել։ Ինչքանով են նրանք հայաստանյան, ինչքանով են նրանք ոչ հայաստանյան։ Եղավ, եւ մեկ այլ լուրի անդրադառնամ, ներկայացնեմ եւ ձեր գնահատականը հարցնեմ, որպեսզի մենք պատկերացնենք էլի ինչ գործընթացներ են Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ տեղի ունենում։ Խոսքը գնում է տարածաշրջանի վրա ազդող։ Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Հայաստանի Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգո։ Նրանք ասում են, որ մենք տեսնում ենք ինչ լավ գործընթաց է, խոսքը գնում է Վաշինգտոնյան այդ հանդիպումների եւ ստորագրությունների եւ հաշվի առնելով ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես Վաշինգտոնի փաստը, մենք կարծում ենք, որ 92 թվականի ԵԱՀԿ էմբարգոն այլևս արդիական չէ։ Դա ասում է Մեծ Բրիտանիայի, ուրեմն պետ քարտուղարը կարծեմ։ Եվ նրա խոսքով որոշում կա Հայաստանի Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի առևտուր, անվտանգություն, պաշտպանության այդ ոլորտներում տարեկան նախարարական հանդիպումներով։ Վստահությունը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, տեսեք, մենք խոսում ենք այն մասին, որ դեռ Հայաստանում չեն վստահում Ադրբեջանը, դեռ Ադրբեջանը էլի տենց ինչ որ ձևակերպումներով մեզ նվաստացնում, վիրավորում եւ մենք հեղեղուկ ենք համարում այդ խաղաղություն կոչվածը, աշխարհը ոնց որ թե Թրամփն էլ է ասում խաղաղություն է, ճիշտ է Փաշինյանն էլ է ասում խաղաղություն է, հասել է նրան գործը, որ զենքի էմբարգոն են վերացնում, այսինքն աշխարհը վստահ է, որ Ալիևը չի շեղվի այս Դե Ալիևն էլ է ասում, որ խաղաղություն է, եկեք էդ էլ չմոռանանք, Ալիևն էլ է ասել, որ սա խաղաղություն է։ Ուրիշ թե ինքը մտածում, մենք չգիտենք ու երբեք չենք իմանա, բայց ամեն դեպքում նա էլ է ասել։ Սա ինձ թվում է, տեսեք, կա որոշակի այսպես քրիտիկական, հա, այսպես կետ, որից հետո արդեն շատ դժվար է վերադառնալ այդ հակամարտության տրամաբանությանը, հա, ինչքան ավելի շատ լինեն այդ հայտարարությունները, նույն Թրամփի հայտարարությունը, նույն ձերս մեջ բերված հայտարարությունը, այդքան ավելի դժվար է լինելու նույն Ալիևին հետո հեռանալ այս գծից ու վերադառնալ հակամարտության տրամաբանությանը, հա, դրա համար ինչքան այսպիսի հայտարարություններ շատ լինեն, այդքան ավելի լավ Սա մեկ։ Երկրորդը այստեղ զուտ ռազմական ասպեկտն է, որի վերաբերյալ ես չեմ կարող բան անել, հա, այդպես ավելի շատ ճիշտ կլինի ռազմական փորձագետի այդ հարցը տակ, որտեղ ես չգիտեմ, թե օրինակ ինչ կոնկրետ զենքի շուրջ կարելի է բանակցել Մեծ Բրիտանիայի հետ կամ հաստը, որ եթե խոսքը գնում է եւ այսպիսի ձևակերպումներով Լավ, ուրեմն եկեք ռազմա այդպես քաղաքական, ոչ թե ռազմական, այլ աշխարհաքաղաքական ասպեկտը նայենք, տեսեք, Մեծ Բրիտանիան եւ Արևմուտքի մյուս երկրները, չունեմ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը եւ այլն, նրանք արդեն դիտարկում են Հարավային Կովկասը որպես մի տարածաշրջան, որտեղ այդ հիմնական կոնֆլիկտը լուծված է, հա, որը եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտը, եւ Հայաստանին եւ Ադրբեջանին կարելի է դիտարկել որպես այսպես ինչ-որ ընդհանուր համակարգի մի մաս, առայժմ պոտենցիալ, հա, ինչ-որ անվտանգության համակարգի, ինչ-որ տնտեսական համակարգի, հա, Առաջ հնարավոր չէր, պարզ էր, որ եթե ասենք Ադրբեջանը այստեղ է, ուրեմն Հայաստանը այստեղ չկա եւ հակառակը։ Հիմա արդեն այդ իրավիճակը փոխվել է եւ արդեն նրանց կարելի է
ասած դիտարկել որպես մի տարածաշրջան եւ ինչ որ առաջարկ կար դրա նրանց անել, որը երկուսին էլ ձեռնտու է, հա։ Եւ ինչքան ավելի շատ այդպիսի առաջարկները լինեն, ինչքան ավելի շատ լինի այդ վերաբերմունքը մեզ որպես ընդհանուր տարածաշրջան, այդքան խաղաղությունը ավելի ամրապնդվի։ Նույն կերպ մեզ դիտարկում է Ռուսաստանը։ Մենք նոր Ադրբեջանի հետ շատ հարիշ-բարիշ Դուշանբեում էինք, եւ Պուտինն է այդպես համարում, որ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը իր հետաքրքրությունների տարածաշրջանում է գտնվում։ Այստեղ տեսեք, սա կարող է եւ լավ լինել, եւ վատ լինել, հա, եւ Պուտինի տեսակետից, եւ Արևմուտքի տեսակետից, եւ Չինաստանի տեսակետից, եւ Հնդկաստանի տեսակետից, այսինքն եթե մենք ունենք սուբյեկտայնություն, հա, եթե մենք ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը, մենք սրանից կարող ենք օգուտ քաղել, այսինքն ասել հարգելի Արևմուտք, ինչ ես դու առաջարկում, մենք ասելով տվյալ դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը մենք արդեն դուետով ենք հանդես գալիս։ Այստեղ խնդիրը, հա, որ կարող է իհարկե ի վերջ որպես սկզբունք առանձին, բարձր Հայաստանը ունի իր շահերը, Ադրբեջանը ունի իր շահերը, բայց եթե մենք կարողանում ենք իրար մեջ պայմանավորվել եւ գոնե այնպես անել, որ մեզ չօգտագործեն իրար դեմ, հա, դա շատ ավելի բարձրացնում է մեր հնարավորությունները։ Ինչքան ավելի այդ վիճակն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացել են իրար հետ մի խաղ խաղալ։ Առնվազն մենք այս վերջի ամիսներին եւ Հայաստանը եւ Ադրբեջանը այնպես են արել, որ մեզ չօգտագործեն իրար դեմ, հա, տեսեք Ռուսաստանի խաղը միշտ եղել է ինչը, որ հենց Հայաստանի հետ խնդիր ունի, Ադրբեջանի հետ է լավացնում հարաբերությունները, ճնշում է Հայաստանին։ Հենց եւ հակառակը, հա, հիմա այս վերջի ամիսներին ինչ տեղի ունեցավ։ Եվ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ խնդիր ունեցավ Ռուսաստանը, երկուսի հետ էլ հարաբերությունները այնքան էլ լավը չէին, բայց ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը թույլ չտվեցին իրենց օգտագործել։ Արդյունքում հիմա եւ եւ Ադրբեջանը եւ Հայաստանի հետ Ռուսաստանը, ասած արդեն հաշվի առնելով նոր իրողությունները, փորձում է ինչ-որ հարաբերություններ կառուցել։ Եթե առաջ խոսում էինք Ադրբեջան գոյություն ունի Հարավային Կովկաս հասկացողությունը, որի մեջ մտնում է բացի Հայաստանից, Ադրբեջանից նաեւ Վրաստան։ Մենք հիմա արդեն այս վերջի հատվածում մեր հարցազրույցը անդադ Ադրբեջան-Հայաստան ենք ասում։ Բա Վրաստանը։ Դե Վրաստանը ինքը իրեն դուրս է դրել այս գործընթացներից, հա, Վրաստանում իշխող այդ կառավարող ուժը, վրացական երազանքը որոշեց, որ պետք չի հակառակվել Ռուսաստանին, պետք է այսպես ասած ենթարկվել Ռուսաստանին, հա, եւ այս վերջի ընտրություններում հաղթանակ տարավ, այսինքն վրացական իհարկե այդ ընտրություններում ասում են ինչ-որ խախտումներ կային եւ այլն, բայց մեծ հաշվով վրացական հասարակության առնվազն կեսը ոնց որ դրան կողմ է, հա, եւ այսօր Վրաստանը ինքը իրեն դուրս դրեց այս խաղից։ Իրանք ուրիշ հաշվարկներ ունեին, նրանք մտածում էին, որ երբ որ Թրամփը գա իշխանության Ռուսաստանը, այսպես ասած, կվերադառնա Հարավային Կովկաս եւ այլն, իրանք հաշվարկները չարդարացան։ Այսինքն թույլողակն է։ Եվ հիմա իրանք փաստորեն դուրս մնացին այդ խաղից։ Այսինքն եթե առաջ բոլորի հայացքները Վրաստանին էին ուղղված, որպես տրանզիտային գոտի եւ այլն, հիմա Վրաստանը իհարկե պահպանվում է ինչ-որ չափով դա, որտեղ աշխարհագրական դիրքն է Վրաստանի, ինչ ուզում եք արեք, միևնույն է այդ ճանապարհները Վրաստանով են անցնում։ Բայց հիմա փաստորեն Վրաստանը իր սուբյեկտայնությունից ինչ-որ չափով զրկվել է, զիջել է փաստորեն Ռուսաստանին, հա, Ռուսաստանին ասել է ես քեզ չեմ հակառակվում, ինչ որ դու ասում ես, ես անում եմ։ Դրա համար այդ միջազգային խաղացողները հիմա կենտրոնացել են Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն են, որ ունեն սուբյեկտայնություն։ Վրաստանը ըստ էության իր սուբյեկտայնությունից ինչ որ չափով հրաժարվել է։ Գուցե ճիշտ է արել, որտեղ մենք չգիտենք այդ հաշվարկը։ Գուցե եթե այդպես չաներ, Ռուսաստանը կհարձակվեր, ասենք օկուպացներ Թբիլիսին, այդ պարագայում իհարկե ուրեմն ճիշտ են արել։ Բայց փաստը նա է, որ այսօր Վրաստանը արդեն այսպես կենտրոնական դիրք չի գրավում Հարավային Կովկասում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կարեւորությունը մեծապես ընդ որում ես կասեի հենց Հայաստանի կարեւորությունն է աճել, որտեղ Ադրբեջանը սենսից կարեւոր է, որտեղ եթե մենք նայում ենք կենտրոնական Ասիայից ճանապարհը, որ գալիս է դեպի Եվրոպա, այսպես թե այնպես ինքը անցնում է Ադրբեջանով, բայց Ադրբեջանից հետո ինքը կարող է գնալ Վրաստանով, կարող է գնալ Հայաստանով։ Ու մինչև վերջերս բոլորը համարում են, որ ինքը պետքա գնա Վրաստանով։ Բայց ու գնում է ինչ որ չափով գնում է Վրաստանով, բայց հիմա տեսնում են, որ Վրաստանի այդ ճանապարհը ինքը ի վերջո էլի վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Հետևաբար առնվազն նույնքան կարևոր է Հայաստանով գնացող ճանապարհը եւ դա է, որ մեզ տալիս է մանևրելու հնարավորություն, դա է, որ հանգեցրեց օրինակ օգոստոսի 8-ի համաձայնություններին եւ հայ-ամերիկյան այս հարաբերությունների ակտիվացմանը եւ այլն եւ այլն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։
Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Վերջին հարցս շատ կարճ ձևակերպումով եմ խնդրում պատասխանել, որտեղ եթերաժամ ավարտվում է։ Հայաստանում համարում են, որ Փաշինյանը կեղծ է նրա ուղղվածությունը դեպի արևմուտք եւ ամբողջությամբ Փաշինյանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ։ Ձեր կարծիքը։ Դե ես բոլորովին համաձայն չեմ դրա հետ եւ դրա մեջ համոզվելու համար պարզապես նայեք, ասենք ռուսական քարոզչական լրատվամիջոցները ինչ են ասում Դրանք կեղծ են, հատուկ շեղում են ուշադրությունը։ Դե այդ արդեն ինստումա դավադրության Ձեր կարծիքով գործողություններից, դատելով գործողություններից Փաշինյանի, ձեր գնահատականը ո՞րն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը ղեկավարվում է Հայաստանի շահերով եւ Հայաստանի շահերը այսօր պահանջում են հեռանալ Ռուսաստանից եւ դիվերսիֆիկացիա անցկացնել, հա, այսինքն սա միայն արևմուտքի մասին չի խոսքը։ Նաեւ ասենք նույն Հնդկաստանի հետ, չգիտեմ, արաբական աշխարհի հետ հարաբերությունները ակտիվան են, բայց այն որ դիվերսիֆիկացիան տեղի է ունենում, դա փաստ է, որտեղ նախկինում Հայաստանը մեծ հաշվով բոլոր խաղացողների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի, այսպես ասած, ենթակա ինչ-որ երկիր, այլևս այդ իրավիճակը մենք չունենք։ Դուրսը եւ Կախվածությունը կա, տեսեք, կախվածությունը Ռուսաստանից տնտեսական հարցերում, հա, չգիտեմ, ռազմաբազան եւ այդ ամենը մնացել է ու ցավոք սրտի տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ կպահանջվեն, որովհետեւ մենք այդ կախվածությունը Բայց միտումը դուք տեսնում եք, ազատենք, միտումը ես միանշանակ տեսնում եք ազատվելու ուղղությամբ։ Ես տեսնում եմ այդ միտումը եւ ես տեսնում եմ նաեւ վերաբերմունքի փոփոխություն, ասենք նույն հանդիպումների ժամանակ, քննարկումների ժամանակ, օրինակ վերջերս ես ՆԱՏՕ Հայաստան միջոցառմանների, որ ասենք առաջ նման բան չկար, ասենք ՆԱՏՕ Հայաստան ձևաչափով փորձագիտական քննարկում ես գոնե չեմ հիշում։ Հիմա լրիվ ուրիշ ձևով է այդ խոսակցությունները գնում, որտեղ մարդիկ տեսնում են, որ մենք այլևս Մոսկվայից կառավարվող ինչ-որ գաղութ չենք, հա, մենք ինքնուրույն քաղաքական միավոր ենք, որը ինքնավորոշումներ կայացնում, իր հնարավորությունների չափով իհարկե։ Շատ շնորհակալ եմ։
Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պատմաբան քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ էինք զրուցում, զրուցում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ընձեզ եւ լավ օր։